Բարև ձեզ ժողովուրդ ջան, ուղիղ եթերով դիմում եմ Շենգավիթի դատավոր Վահագն Մելիքյանին։ Պատվարժան դատարան, վստահաբար այսօր 1 տարի 11 օր է արդեն, ինչ հորինված գործով ձերբակալին եւ երիկամներից զղջկդվան։ Պատվարժան դատարան ուրեմն 18 մոտավորապես 18 դատական նիստ եւ ոչ մի հարց քրեական գործ կոչվածից, որը սարքեց գլխիս Ռամիլ Սաֆարով կոչված քննիչը, որին օրը 15 անգամ անիծում եմ, ամբողջ ընտանիքին, մեծ ու փոքր, եղած չեղածով անիծում եմ, այն էլ ինչ բառերով եմ անիծում, որ էլ ասելու չի։ Պատվարժան դատարան, ուրեմն մինչև ձեզ դիմելը բոլոր գյուղերում, բոլոր փողոցներում վախճապողներ կան։ Ես այսօր ուզում եմ դիմել Շենգավիթի դատարանի հարակից շենքերից որևէ մեկում գոնե մի վախճապող կլինի։ Ուզում եմ հրավիրել դատարան, դատական նիստը սկսվում է ժամը 2-ին, գոնե մի 10-15 րոպե շուտ, իմ կարծիքով վախեցած է դատարանը, վախը չափի նոր սկսի դատական նիստը։ Իսկ ինչից է վախեցալ, որովհետև դե ժողովուրդ ջան, մոդայա չենք է, մեռան հարություն առան, 44 օրյա պատերազմի ժամանակ բոլոր քպիականները, սկսած Աննայից, սկսած Նիկոլից, բոլորը մասնակցեցին պատերազմին, մեռան հարություն առան, ու լուրեր տարածվեցին, որ Մովսես Գեղանգուլյանը հարություն առ է։ Դրա համար դատավորը, պատվարժան դատավոր, ես հասկանում եմ, հարգում եմ ձեզ, իրոք ձեր զգուշավորությունը շատ լավ է, բայց եթե սա ճիշտ լինի, բայց վստահեցնում եմ, ճիշտ չի, քանի որ մինչև 10 տարեկան, մինչև 10 տարվա մահացածներն են կենդանություն առնում, հարություն առնում, ավելին չեն առնում, այնպես որ դուք վախենալու չունեք, գոնե մի անգամ հարց տվեք, թե ինչ եղավ, ոնց եղավ, ինչի համար իմ կյանքից գողացակ առողջ օրերը, ինչի համար։ Հիմա ուրեմն ժողովուրդ ջան, չեմ կարա չխոսեմ մի բանի մասին, որը երեք աչքովս ընկավ Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը։ Այս մարդը ուրիշ բան ու գործ չունի, բրիֆինգ, ճեպազրույց, էլի նորից ինչ կար չկար, գցեց Պուտինի ջեբը, ես ասել եմ, նորից կրկնում եմ, Նիկոլ, դու Ալլահի նվերնես Ալիևին, Ալլահը քեզ նվերատվե Ալիևին, եթե դու այդքան, ուրեմն 90-ականներին ժողովուրդ ջան, չկար մի հայկական ընտանիք համարյա, ովքեր հայկական կոշիկը արկղների մեջ չէին բերում Ռուսաստան, վաճառում էին առանց պրոբլեմի, նույն Ռուսնա ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան, 2 աշկ, 2 ականջ, մի քիթ, ոչ մի փոխվել եք դուք փողով, գումարով, խապեբաների ձեռը ազգին դնելով գրավի տակ, մի քանի միլիարդ դոլարով դրեցին ազգին գրավի տակ ու սկսեցին թույն սրսկել 3 պետություններից առաջինը կերավ Սաակաշվիլին, հետո Զելենսկին, հետո Նիկոլը, հիմա էլ Տոկաև կոչվածը։ Այս բոլորը փաստորեն բոլորին գումարում ես իրար, այս բոլոր հակառուսներին թվում է, թե իրանք եսի մինչեր են, ու ամեն ինչում մեղավորը Պուտինն է, 22 թվին ինչ էին, դու որ գնացիր Պրագա, ստորագրեցիր տալիս ես Ադրբեջանին, Պուտին կար ընդեղ, Լուկաշենկո կար ընդեղ, ով կար ընդեղ, իրանք էին քեզ ստիպե։ Ուրեմն ժողովուրդ ջան, այս իմ հորինված տուժող կողմը, քանի որ դեմը ընտրություններ էր, որոշել էր ցույց տալ աշխարհին, Գայա Կալասին, Ուրսուլա ֆոն դեր Լայնին, Տրամպին, թե ինքը այնքան քաղաքական գործիչ է,
քաղաքական փալաս, հայազգի արյունը ծծած, գողացած, թալանած մի անձնավորություն։ Այնքան հակառուսա, որ ռուսամետները ուզում են իրան վերացնեն։ Այ փալաս, ախր դու ով ես, հենա տեսակ, մի տոկոս զաներ չհավաքեց։ Դրա սուտասան խապեբայությունը 80 միլիարդ դոլարով, մեր բյուջեն 8 միլիարդ է, իրանք չեն գալիս ազգային ժողով, գալիս են ազգային ժողով, որ աշխատեն բյուջեն սարքեն 80 միլիարդ դոլար։ Այդ ազգային ժողովում ով է բյուջեն սարքում 80 միլիարդ դոլար։ Հա, Ալեն Սիմոյանը, այն ոչ աշարան էր բացել ազգային ժողովի հայատում։ Ալեն Սիմոյանը իրոք, քանի միլիարդ ավակեցիր Ալեն Սիմոյան։ 80 միլիարդ դոլար, էլ ինձ ձևի հոգեգան, էլ ինձ ձևի խապեբայություն, ցնդաբանություն, դտում, այնպես չի, որ ես ուզում եմ դրանց դեմքը տեսնել, դրանց բոլորի, դրանց ընտանիքի բոլորի տեսնելով Facebook-ում, YouTube-ում, սրտխառնոց եմ ապրում, սրտխառնոց դզվանք, բայց արի մի հատ շատ կարևոր հարց ունեմ քեզ տալու, շատ կարևոր հարց, ժողովուրդ ջան, ինչի համար ենք մենք խապնվում, մի հոգի կար, ասում էր, չէ, դե ամեն դեպքում Ռուսի հետ ճիշտ է մնալը, հետո ես վերջում ուրեմն Գյորգի Միրզախայան կոչվածը, Կեմորովի հայ համայնքի նախագահան, օրը մեջ գնում է տարբեր Էրնոյան տապան, էլ չգիտեմ որտեղ 15 տրիլիոն դոլարի հարստություն ունենք, այ գեդինը մտնես, հերիք չի ես ազգին խապեք, ամենամեծ թրկությունը, այս տականքը, ուրեմն ամբողջ կյանքը ոսկի է մանեգ է, Կեմերովիով իրան ընդեղից ոչ թե հեռացել են, վռնդել են, չի կարողացել անգամ անձնագիր ունենա, վռնդել են, ու Պուտինն անգե իր այդևից, թե դու ով ես այ փալաս, եկել էր ժամանակի 98 թիվներ երբեր, Արարատ մաներ գալի մասնագետի, որպեսզի տաներ ամբողջ Կեմերովն ողողված է ոսկով, մանեգա վեգա Պետրոսյան Գագիկի մոտ, որպեսզի տաներ Կեմերովու ոսկու ինչ-որ աշխատանք ստեղծեր, պարզվում է, տոմսով տանելու փող էլ չուներ այս մարդը, փող պիտի տար, որ տոմս առներ երկու մասնագետի տաներ հետը, իսկի փող էլ չուներ, ու ես եկել է այս Հայաստանը չճանաչող 15 տրիլիոն դոլարի մենք հարստություն ունենք, վայ գեդինը մտնեք, հերիք չի մեղք են ես ազգը, մեղք կա, հերիք չի խավ, դու ընդերքը դադարգություն է, գազել ունեք արա, նավտել ունեք այ վիժվացներ, 15 տրիլիոնի ես մինչեր ունենք, հետիք էլ այդ գնան ու խապեն, Նիկոլ Փաշինյան, նույն ռուսն է, ոչ մի բանով չի փոխվել եք դուք, էլի այդ վերջի բրիֆինգի ժամանակ, դու թույն սրսկեցիր նորից, ու պաստորեն պարզվում է, քեզ թվում է, թե դու որ խոսում ես, ոչ մեկ չի լսում, հա, որ դու խոսում ես, ագարակում խոստես, չգիտեմ, Բագրատաշեն խոսես, որտեղ խոսես, ամբողջ աշխարհը դիտումներ ունի, ամբողջ աշխարհը նայում է, էդի նայում է նաև Պուտինը, բոլորը հասկացել են, թե դու ով ես, երկու երկրների ժողովուրդը իրար հետ լավ հարաբերում են, եթե երկու երկրների պետությունների ղեկավարները գոնե ունենում են ընկերական հարաբերություն, դու տնաշեն, չեկար, առաջին օրը հապ, շան նման սկսեցիր վնգստալ, ու այդ օրվանից ամբողջ աշխարհը տեսավ, որ դու ռուսաֆոբ, հակառուս, թույն ես, որից գլուխ թույն ես, ու այդ առիթից օգտվավ Ալիևը, ասավ սենց նվերել որտեղից գլի, ու մեղավորը բոլորն են բացի քեզանից, արդեն սխալվում ես դու, ուրեմն հիշի, ամեն տարի ֆուտսիտի այդ մեծասախ շուկայում 10-15 հատ ֆուրեր էին կանգնում հայկական խաղողով, Դամսկի պարչիկ, Էզապդուկ, Քիշմիշ, ասեմ, որ դու հասկանաս, ուրեմն դրա վրա էլ արգելքը դրված, էդ էլ չի լինել, ամենածանր, ամենադաժան բանը տեսնելու է մեր
հարգարժան խաղողագործները, դու այնքան դու խաղողագործները ոզի են կանելու համբերի եւս 2 ամիս եւ դու չկաս կներեք ժողովուրդ ջան